Բարի օր։ Այսօր Ելից գիրքը մեզ պատմում է, թե ինչպես Մովսես մարգարեն երկրորդ անգամ ստացավ Տերունի տասնաբանյան։ Եվ մեր Տերը ասաց, որ երկրորդ անգամ էլ քեզ կտամ այդ պատվիրանները։ Տեսեք, սիրելիներ, շատ հաճախ մենք այնքան ենք լսում տասնաբանյան կամ հայտնի այլ աստվածաշնչյան համարներ ու Տիրոջ խոսքը, որ մեր ականջները մի տեսակ կարծրանում են այս խոսքերի նկատմամբ, եւ մենք մտածում ենք, որ այս խոսքերը, Տիրոջ պատվիրանները ոչ թե մեզ են ուղված, այլ ինչ-որ վերացական մարդկանց, ինչ-որ վերացական ժողովուրդների։ Դրա համար, սիրելիներ, Տիրոջ խոսքը պետք է լսել ոչ միայն ականջով, այլև սրտով, ինչպես որ ասում է Սաղմոսերգուն, Տերը մեկ անգամ ինձ ասաց եւ ես երկու անգամ լսեցի։ Ուրեմն, սիրելիներ, մեր ականջներից բացի մեր սրտերը պիտի բացենք Տիրոջ խոսքի առջև, որպեսզի զուր չլինի այն ջանքերը, որ մեր Տերը թափում է մեր փրկության համար։ Ուրեմն, սիրելի ունկնդիր, դու էլ այսօր բացի քո սրտի լսողությունը եւ սրտիդ աչքերը, որպեսզի տեսնես, ճանաչես եւ ընդունես մեր Տեր Հիսուս Քրիստոսին։